Մայիսի 14-ին տեղի է ունեցել միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի միգրացիա եւ առողջություն 4-րդ հանդիպումը, որին մասնակցել են ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանն ու միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Մասնակիցները քննարկման առարկա են դարձրել օտարերկրացիների առողջապահական գնահատման մեխանիզմներին, միգրացիոն գործընթացներից բխող առողջապահական խնդիրներին, միգրացիայի եւ առողջության փոխկապակցվածությանը, ինչպես նաեւ Հայաստանում օտարերկրացիների կողմից կացության կարգավիճակ ստանալու համար բուժզննում անցնելու մեխանիզմներին վերաբերող հարցեր։ Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն անդրադարձել է միգրացիոն գործոնով պայմանավորված առողջապահական խնդիրներին, որոնց առնչվում են Հայաստանում աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստացողները։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Շենավան գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդը ապօրինի պահում է Կալաշնիկովի ինքնաձիգ եւ զինամթերք։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Շենավանցի տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել են ինքնաձիգ, 2 փամփշտատուբ, լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 50 փամփուշտով եւ 7.62 մմ տրամաչափի 6 փամփուշտ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք զինամթերք կամավոր հանձնել ոստիկանություն քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Մի անհանգստացեք, վտանգավոր ոչինչ չկա եւ որևէ մեկը չի տուժել։ Պարզապես 8 բալ ուժգնությամբ երկրաշարժի իմիտացիա է, որի ընթացքում Վայոց-Ձորի փրկարարները ուսումնական վարժանքներ են իրականացնում, ցուցադրելով բնական աղետի ժամանակ իրենց գործողությունները։ Մայիսի 13-ին վարվելակերպի կանոնները ուժգին երկրաշարժի դեպքում թեմայով վարժանքը իրարանցում էր առաջացրել Եղեգնաձորում։ Փրկարարծառայության հրամանատարաշտաբային ուսումնական վարժանքին հետևում էին Վայոց-Ձորի մարզային եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողներ, դիտորդներ, քաղաքացիներ։ Այրվող հյուրանոց, արգելափակված քաղաքացիներ, փլատակներում մնացած մեքենա։ Ըստ սցենարի փրկարարները պետք է հյուրանոցից հնարավորինս արագ դուրս բերեին արգելափակված քաղաքացիներին, մարեին հրդեհը, փլատակում մնացած մեքենայից դուրս բերեին տուժած քաղաքացուն։ Ուսումնավարժության ներգրաված էին 3 մարտական հաշվարկ, Եղեգնաձորի Երշեշ փրկարարական ջոկատի եւ Վայքի Երշեշ փրկարարական ջոկատի հաշվարկները, ոստիկանության բարեկային ծառայության աշխատակիցները, շտապօգնության աշխատակիցները, էլեկտրոցանցի հերթապահությունը եւ 104 գազի ծառայության հերթապահությունը, Կարմիր խաչի կամավորները։ Եղեգնաձորի եւ Վայքի Երշեշ փրկարարական ջոկատները նախ հյուրանոցից դուրս բերեցին երկրաշարժից տուժած քաղաքացիներին եւ տեղափոխեցին դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայի մոտ։ Այնուհետեւ երրորդ հարկից պարանային տեխնիկայի միջոցով դուրս բերեցին արգելափակված անձանց, որոնց նույնպես առաջին բուժօգնություն ցուցաբերվեց։ Փրկարարները զգուշությամբ մասնատեցին փլատակում մնացած ավտոմեքենան եւ դուրս բերեցին տուժած քաղաքացուն։ Արագությամբ հանգցրեցին նաև հյուրանոցի երրորդ հարկում բռնկված հրդեհը։ Ուսումնավարժության նպատակն էր մեր Երշեշ փրկարարական ջոկատների ուժերը բերել պատրաստ վիճակի, ուսումնավարժություն իրականացվեց մարտական պատրաստությունը ել ավելի բարձրացնելու նպատակով։ Վայոց-Ձորի մարզային փրկարարական վարչության պետ գնդապետ Հակոբ Սարգսյանի խոսքով ուսումնական վարժանքները փրկարարների ամենօրյա ծառայության բաղկացուցիչ մասն են, իսկ հրամանատարաշտաբային վարժանքները հնարավորություն են տալիս գնահատել կարողությունները, մատնանշել բացթողումները եւ կատարելագործել հմտությունները։ Երշեշ փրկարարական ջոկատները իրենց առջև դրված խնդիրները կատարեցին լիարժեք։ Առաջադրանքը կատարված է լիարժեք։ Նման միջոցառումները կարևոր են եւ փրկարարների պատրաստվածության եւ հասարակության պաշտպանվածության ու ճգնաժամային իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու առումով։ Վերջում բարի ցանկությամբ թող բոլոր երկրաշարժերն ու դեպ պատահարները միայն վարժանքներ լինեն։
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություն էին ստացել, որ Գյումրու բնակիչ 68-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ։ Տեղեկությունն իրացվեց մայիսի 8-ին։ Ժամը 11:35-ին տղամարդը հրավիրվեց վարչություն, որտեղ ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։ Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Շիրակի քրեական ոստիկաններն ու քննչական կոմիտեի ծառայողները տղամարդու բնակության վայրում կատարել են զննություն, իսկ մայիսի 10-ին նաև խուզարկություն։ Արդյունքում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ 300 գրամից ավելի, մեծ քանակի կանեփի սերմ, կանեփի ցողուններ, օգտագործված կաթուծիչներ եւ 2 կշեռք։ Քրեական օրենսգրքի 393-րդ եւ 396-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ներքին գործերի նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել Հայաստանի Հանրապետության մարզերում։ Ներքին գործերի նախարարի հրամանի համաձայն մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում։ Մայիսի 15-ին եւ 16-ին Կոտայքի մարզի Նորհաճն եւ Բյուրեղավան համայնքներում, Սյունիքի մարզի Կորնիձոր, Տեղ, Շինուհայր համայնքներում, իսկ մայիսի 23-ին վերնշված մարզի համայնքներում կիրականացվեն մայիսի 15-ին եւ 16-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ կարող են նորը ստանալ օգտվել նաև հաշվառման քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։ Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենաների մոտենալու դեպքում զիջել ճանապարհը նրանց անխոճըդոտ անցումն ապահովելու նպատակով։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20 ապատիկի չափով 20,000 դրամ։ Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության պայմաններում վարչական պատասխանատվություն չի նախատեսում։ Զիջիր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզաների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, նպաստում է հողում եղած օգտակար նյութերի քայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հազ, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնաբերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Հարգելի քաղաքացիներ, Road Police.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։